Ժորժան, սա քարոզարշավը սկսել է Սյունիքից, որի գլխին կախված է Նիկոլի իշխանության վտանգը։ Սյունիքի վրա աչք է տնկել թշնամին, գաղտնիք չէ դա։ Ու Նիկոլը Սյունիքում անում է շատ կասկածելի հայտարարություններ։ Մասնավորապես ասում է, Սյունիքը եղել է, կա ու կլինի Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասը։ Ժորժան, ինչ է այս հայտարարությունը նշանակում, եթե ոչ Սյունիքը կարող է եւ չլինել Հայաստանի Հանրապետության անբաժան մասը։ 2019-ին էլ ասում էր Արցախը Հայաստանը եւ վերջ, այսինքն Արցախը ՀՀ անբաժան մասն է, ու ինչ արեց։ Կարող եք ասել, ինչու է կարիք առաջացել, որ պետությունը ղեկավարողը իր երկրի տարածքի մասին ասի, կմնա մերը։ Ուրեմն վտանգ կա, չէ՞։ Հələ պատկերացրեք, երկրի վարչապետը հայտարարի Երևանը մնալու է ՀՀ անբաժան մաս։ Նշանակում է քննարկվում է Երևանի ՀՀ անբաժան մասը չլինելու հարցը։ Սրանց օրոք վտանգ է կախված մեր բոլոր անբաժան մասերի վրա։ Եթե այդ մարդը Ստեփանակերտը հանձնում է եւ հպարտանում, թե գտանք Հայաստանը, ով է խանգարում, որ վաղը ասի Հայաստանը վտանգի տակ էր Սյունիքի գոյությամբ, կհանձնենք Սյունիքը, որ գտնենք Հայաստանը։ Եթե հնարավորություն տակ, որ սա մնա, դա է լինելու, կասկած չունենաք։ Ուրեմն պետք է հնարավորություն չտալ, որ բանը հասնի այդտեղ։